պատասխաններ եղան։ Հայկ Սմբատյան, տեսեք, հանդիպանը մասնակցել ենք մենք բնակիչներով, կառուցապատող ընկերության ներկայացուցիչները եւ քաղաքապետը, քաղաքապետարանի անձնակազմի հետ, համապատասխան սորաբաժանումների ղեկավարների հետ միասին։ Մեր հիմնական պահանջները ինչի մասին մենք միշտ խոսել ենք, մեր հիմնական պահանջները ներկայացրել ենք քաղաքապետին, որ գնման իրավունքով մեզ ապագայում պատկանելիք 3.37 հեկտար հողամասը պետք է ապահովվի։ Այսինքն այն 4000 քառակուսի մետր հողամասը, որը կառուցապատող ընկերությունը առանձնացրել է, առանձին հասցե է տրվել, մենք հիմա պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի, որ այդ հողամասը հետ պետք է գա Անաստասմիկյան 64 հասցեի տակ, քանի որ այդ հողամասը եթե հետ չգա, շահագործման թույլտվության օրինական ճանապարհով ստացումը դառնում է անհնարին, որովհետև դա էական շեղում է ու համաձայն կառավարության սահմանած կարգի այդ պարագայում շահագործման թույլտվություն չի կարող տրամադրվել։ Մենք այդ մասին ներկայացրել ենք, այո, քաղաքապետն էլ ներկա հանդիպմանը, մենք քաղաքապետին բոլոր այդ խնդիրները ներկայացրել ենք։ Ներկա են եղել նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, տեսեք, քանի որ այդ հողամասը կառուցապատող ընկերությունը նախնական առողջարքի պայմանագիր է կնքել իր հետ փոխկապակցված այլ ընկերության հետ, մենք ուղիղ հարցադրում ենք արել, այսինքն եթե խոսքը գնում էր, որ կոնստրուկտիվ ինչ որ համաձայնության գանք մենք, քննարկենք, մենք առաջարկեցինք եւ այս ուղիղ հարց եմ տվել կառուցապատողի ներկայացուցիչներին, արդյոք իրենք պատրաստ են այդ հարցը կարգավորեն, այսինքն այդ 4000 քառակուսի մետր հողամասը պետքա հրաժարվեն այդ նախնական առողջարքի պայմանագրից եւ հետ գա իր հին հասցեում, որի հիման վրա նոր մենք կստորագրենք փոխանցման ակտերը ու կստանանք մեր սեփականության վկայականները, որտեղ նշված կլինի, որ ընդհանուր բաժնային սեփականության չափը այդ հողամասի 3.37 հեկտար է, որի նկատմամբ մենք ունենալու ենք մեր բաժնային սեփականությունը։ Կառուցապատողի ներկայացուցիչները մեզ որևէ հստակ պատասխան չտվեցին, որովհետև հարցը ուղիղ էր եւ ուղիղ պատասխաններ նախատեսում։ Իրենք ուղղակի հիմնավորեցին, որ քանի որ իրենք ստիրույթում չի դա, որովհետև իրենք սնանկ են ճանաչվել, այսու այդ սնանկության կառավարիչը պետքա իրականացնի այդ գործընթացները, բայց մենք մի քիչ հակազդեցինք այդ իր ներկայացրած տեսակետին, որ եթե ամեն ինչ պետքա որոշի սնանկության կառավարիչը, ապա այդ պարագայում ինչպես է ստացվում, որ այս փուլում դուք գնորդներին որպես ընկերության ներկայացուցիչներ, այսինքն գնորդների հետ փոխանցման ակտի ստորագրման ժամանակ հանդես են գալիս հենց սնանկ ճանաչված գործող ընկերությունը։ Մենք նաև ներկայացրել ենք, որ եթե այդ կամքը կլինի իրենց մոտ, որ իրենք վերջի վերջո այդ որոշումը կկայացնեն, որ այո, չէր կարելի այդ 1200 հոգու ուղակի տենց խաբել ու վաճառել այդ ամեն ինչը ու հետո այդ 4000 քառակուսի հողամասը փորձել խլել, մենք ասել ենք, եթե դուք կվերադարձնենք այդ հողամասը, մենք կգնանք կոնստրուկտիվ արդեն քննարկումների ու մնացած գործընթացները։ Իսկ ինչ վերաբերում է, որ սնանկության կառավարիչն է որոշում, չգիտեմ, բանկը, այստեղ գրավի հարց կա, մենք ասել ենք դուք ձեր դիրքորոշումը հայտնեք, որ դուք պատրաստ եք դա վերադարձնել, մենք կփորձենք բնակիչներով սնանկության կառավարիչի եւ բանկի հետ այդ հարցերը լուծել, այսինքն իրանց թույլտվությունը ստանալ, որ դա տեղի ունենա։ Հավելել 206,000 դրամի պահանջը, վերջը ճշտեցիք, հստակեցրիք ումից է, բանկն է ձեզնից ուզում, բանկը կառուցապատողից է ուզում։ Տեսեք, մենք հանդիպել ենք բանկի ղեկավարության հետ 5-շաբթի օրը, բանկի ղեկավարությունը մեզ ասել է, որ մենք բնակչից այդ գումարը չենք ուզում, մենք այդ գումարը ուզում ենք կառուցապատողից։ Իմ այն հարցադրմանը, որ կառուցապատողը սնանկ է եւ չունի գումար, այդ պարագայում ձեր մեխանիզմը ինձ ասեք, ինչպես ալնելու են մարդկանց ճակատագիրը, ովքեր չունեն սառեցված գումարներ, բանկի, այսինքն այդ կառուցապատողի հատուկ հաշվին սառեցված գումարներ չունեն, այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ գումարը վճարել են, եւ այն մարդիկ, ովքեր կանխիկ են վճարել։ Իրենց ճակատագիրը ինչ ալնել, դրան հստակ պատասխան չեն տվել։ Հիմա մենք պայմանավորվել ենք, որ գրավոր այդ բոլոր հարցերը կներկայացնենք իրենց, իրենք դրան հիմնավոր կպատասխանեն։
մենք արդեն դիումը պետքա որ երևի արդեն ներկայացնենք կամ այս երկու օրը ներկայացնելու ենք, որովհետև մեր փաստաբանների հետ մենք քննարկել ենք, այդ դիումը արդեն պատրաստ է։ Դիումը կներկայացնենք Հայ բիզնես Ամյո բանկի ղեկավարությանը, Ամյո բանկի ղեկավարությունը թող հստակ պատասխանի այդ մեր նշած կետերին, թե ի վերջո այդ 206,000-ի հետ կապած այդ ինչ թնջուկ է, էլի որ բոլորին sense խառնել է իրար, այսինքն իրանք ասում են որ դա ձեր հետ ընդհանրապես կապ չունի, բայց դե մենք էլ երբ որ փաստերով ենք խոսում, հասկանում ենք որ ի վերջո մեր հետ կապ է ունենալու, եթե կառուցապատողը չի վճարում դա։ Այսինքն առաջնային գրավի հարցը պետք է հասկանանք ոնց է լուծվելու։ Մեր գնաց բնակարանի վրայից ոնց է դուրս գալու կառուցապատողի պարտավորությունը դիմաց առաջնային գրավը, ոնց է դադարելու դա։ Այդ մեխանիզմները իրանք պետք է ասեն։ Սեփականության վկայական ստանաք, ամենահիմնական խնդիրը ո՞րն է ըստ ձեզ, այդ 4000 քառակուսի մետրը, թե այն որ սնանկաճ։ Հիմնական խնդիրը 4000 քառակուսի մետր հողատարածքն է, որովհետև դրա համար վճարվել է։ Ժորժ ջան, եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն, հա։ Դա նույն բանն է, որ ես բնակարան եմ ձեռք բերել ու օրերից մի օր, երբ որ պետք է փոխանցման ակտով իմ սեփականության իրավունքը ինձ հանձնեն, պարզի որ օրինակ պատշ գամփը այլևս իմը չի, որովհետև դա նոր հասցեն տրամադրել ու վաճառել են ուրիշին կամ խոհանոցի հատվածը։ Դա նույն բանն է, մենք այդ հողի համար վճարել ենք։ Այսինքն ես ուզում եմ հստակ, որ բոլորի մոտ պարզ լինի, բոլորի համար պարզ լինի, որ այդ հողամասի համար մենք ինչ որ կապրիզներ չենք անում, էլի ինչ որ պրինցիպներով չենք առաջնորդվում։ Դա մեր կողմից ձեռք բերված մեր իրավունքը ոտնահարել են։ Այսինքն մենք դրա համար վճարել ենք ու դա պետք է լիներ մերը։ Այդ տրամաբանության մեջ, այո, գլխավոր խնդիրը այդ հողամասն է, այդ հողամասը պետքա գա իր նախկին տեսքին ու դրա հիման վրա նոր մենք գնանք փոխանցման ակտերը ստորագրելու ճանապարհով սեփականության իրավունքը ստանանք։ Բայց այդտեղ քանի որ կա նաև Ամյո բանկի այդ առաջնային գրավի կարգավորման հարցը, ես կարծում եմ, որ ի վերջո այդ հարցը կլուծվի, որովհետև մենք ենթադրում ենք, որ ի վերջո բանկի մեղավորությունը եղել է, որ այդ պարտավորությունների չափը հասել է այդքան, եթե ֆինանսական հստակ ճիշտ ժամանակին վերլուծություններ լինեին ու այդ գումարները տրամադրելու process-ը ինչքան գիտեմ պետք է փուլային լիներ ըստ ավարտվածության աստիճանի, եթե այդ ճանապարհով գնացած լինեն, այսօր այդ խնդիրը չէր լինի։ Հիմա մենք լիահույս ենք, որ մեզ կարձագանքեն նաև կառավարությունից, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը զբաղվում է մեր խնդիրներով, մենք պահանջել ենք ու պահանջում ենք առ այսօր, որ բնակիչները պետք է ներգրավված լինեն այդ խմբի աշխատանքներին ու քննարկումներին, որովհետև մենք պետք է հասկանանք, եթե մեր խնդիրն են ուզում լուծեն, վերջի վերջո մենք պետք է մասնակից լինենք, այսինքն մենք նախ եւ առաջ պետք է ներկայացնենք մեր խնդիրները, թե կոնկրետ ինչն է մեզ անհանգստացնում եւ ինչը ոնց պետք է լուծի, ու հնարավոր է որ մենք լուծման մեր տարբերակներ առաջարկենք, քննարկեն, բայց եթե մենք այդ խմբում ներառված չենք, ստացվում որ այդ աշխատանքային խումբը որոշումներ է կայացնում, որը անմիջականորեն վերաբերվել է մեզ, բայց մենք դրա մասին տեղյակ չենք։ Դրա համար մեր պահանջն է նաեւ դա եւ իհարկե մենք այլ ճանապարհներով փորձել ենք էլի տեղեկացնենք, որ անպայման պետք է ներգրավված լինենք մենք այդ խմբում, դրա մասին եւ ռեպորտաժներում ենք ասել եւ մամուլի հաղորդագրությունում, այո, մենք այնտեղ պետք է ներգրավված լինենք։ Ես չեմ ասում, որ ամբողջ այդ բնակիչներ լինեն, բայց գոնե ներկայացուցիչներ մի քանի հոգի, որպեսզի այդ քննարկումները լինեն եւ արդյունավետ, եւ այդ քննարկումների արդյունքում իրոք մենք հասկանանք, որ մեր խնդիրը ուշադրության կենտրոնում ուզում են այդ խնդիրը լուծեն։ Հիմա քաղաքապետը ձեզ լսեց, իրենից կոնկրետ ինչ է կազմակերպել, կարծեմ ձեր նախաձեռնությամբ։ Տեսեք, պետք է արձանագրենք մի բան հստակ, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է իր դիրքորոշումը կոնկրետ այդ 4000 քառակուսի մետր հողատարածքի հետ կապված, որ այդտեղ երբևէ որևէ շինարարություն իրականացնելու թույլտվություն չի լինելու, նախագծման թույլտվություն չի լինելու, որ այդ հողամասը համարվում է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ գտնվող հողամաս ու Երևանի գլխավոր հատակագծում արդեն այս պրոյեկտը իր այդ հողամասով եւ շենքերով տեղադրված է ու որը փոփոխման ենթակա չի ու այդ
քաղաքապետի դիրքորոշման հիման վրա մենք արդարացի հենց նույն հանդիպանը կառուցապատողին հղել ենք այդ հարցերը, որ Ժորժ ջան, քաղաքապետի դիրքորոշումը եւ իրավական տեսանկյունից, որ այդտեղ անհնար է իրականացնել որևէ կառուցապատում կամ շինարարություն, այսինքն դուք պետք է այդ հողը մեզ հետ տաք, այսինքն մեր գնաց հողը, որ խլել եք, հետ վերադարձեք։ Հիմա չգիտեմ իրենց կողմից ինչ արձագանք կլինի ու կառուցապատողի, ես հուսով եմ, որ իրանք կգտնվեն խելամիտ տվյալ իրավիճակում եւ այդ կփորձեն քաղաքակիրթ ու կառուցողական մեխանիզմներով այդ հողամասի վերադարձի հարցը կարգավորել, քանի որ այդ հողամասը, ինչպես ես միշտ նշել եմ, նախնական առողջարքի հիման վրա օտարվել է իրենց հետ փոխկապակցված մյուս ընկերությանը, Cairbuild ընկերությանը, որի 100% սեփականատերը եւ մեր կառուցապատող NGS Construction ընկերության 62.5% սեփականատերը նույն անձն է։ Այսինքն այդտեղ ես խնդիր չեմ տեսնում, էլի, կոպիտ ասած իրանցն է երկուսն էլ, իրանք ուղղակի պետք է այդ կամքը ունենան, գնան այդ քայլին։ Նա վերադարձնեն սնանկությունը չի խանգարի, որ սեփականության։ Ես կարծում եմ, որ այդ սնանկության հետ կապված կա պրոբլեմատիկ հարց, խոսքս վերաբերվում է կանխիկ գումարներ վճարած գնորդներին, քանի որ օրենսդրությունը գնման իրավունքի ձեռքբերման մասով հստակ սահմանում է, որ գումարները պետք է վճարված լինեն պարտադիր անկախիկ եղանակով կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցման միջոցով, ստացվում է, որ բնակիչների չիմացության, նոտարի մեղավորության եւ կառուցապատողի այդ նույնպես մեղավորությամբ մարդկանց ուղղակի հիմա հասցրել մի հատ այնպիսի իրավիճակի, որ իրանք ստիպված են լինելու այդ պայմանագրի ամբողջ գումարը նորից վճարել, որովհետեւ սնանկության process-ում սեփականության իրավունքի փոխանցման հարցը քննարկելիս քաղաքացիական օրենսգիրքն է ասում, էլի, որ կանխիկ վճարված գումարները հիմք չեն ընդունվում, որևէ, ասենք, ստացականի դիմաց, մուտքի օրձերի բան եւ այլն, այդ հավաստող փաստաթղթերը հիմք չեն հանդիսանում, որ այդ կոնկրետ գույքի համար վճարում է կատարած, այսինքն ստացվում որ այդ մարդիկ նորից պետք է վճարեն, ու այդ գնորդների քանակը բավական մեծ է, ու ես նորից հույս ունենալով, որ ի վերջո կառավարությունից նույնպես կլինի արձագանք, ես հույս ունեմ, որ կառավարությունը ի վերջո կփորձի այս կանխիկ վճարած գնորդների հարցը նույնպես ուշադրության կենտրոնում պահել, որովհետև մեր ունեցած տեղեկություններով այդ աշխատանքային խմբի շրջանակներում ընդհանրապես չի քննարկում կանխիկ վճարած գնորդների հետագա ճակատագիրը, որովհետև իրանք ասում են դե օրենքով գրած է, որ չի ընդունվում հիմք, վերջ։ Թող գնան մեռնեն այդ մարդիկ, էլի կոպիտ ասած։ Պարոն Խմբատյան, Թունյանն այսօր չի միացել ձեր այս հանդիպմանը, որովհետև ինքն էլ է կարծեմ բնակիչ ձեր շենքում, եւ արդյոք այդ կառավարությանը հնարավոր չէ Թունյանի միջոցով փոխանցել, որ պարտադիր է նաև ձեր ներկայությունը։ Տեսեք, մենք այսօրվա հանդիպումը քանի որ սահմանափակ մասնակիցներ պետք է ներգրաված լինեն բնակիչների կողմից, բնակիչների մասնակիցների, այսպես ասած, ես եմ ընտրել ու ընտրել եմ հիմնականում մասնագետների եւ այն ակտիվ բնակիչներին, ովքեր խնդիրը խորությամբ պատկերացնում են, չենք մտածել, որ Թունյանն էլ կարելի էր ասել, միգուցե կարող ուղղակի չենք ասել իրեն, էլի որ ինքն էլ մասնակցի է, մտածում եմ, որ ասեինք երևի կուզենալ մասնակցեր։ Իսկ ինչ վերաբերում է կառավարություն հասցնելու այս խնդիրը, ես կարծում եմ, որ այս խնդրից արդեն կոպիտ ասած ամբողջ աշխարհն է տեղյակ, չեմ կարծում էլի, որ կառավարությունը ինչ-որ հավելյալ անձերի միջոցով պետք է տեղեկացված լինի, թե այս ինչ խնդիր է։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում կառավարությունը պետք է բնակիչների հետ հանդիպում կազմակերպի, այդ աշխատանքային խմբի ֆորմատով կլինի, թե առանձին, որպեսզի փաստացի իրավիճակի մասին տեղեկատվությունը ոչ թե իրանք ստանան ինչ-որ այլ աղբյուրներից, այլ կոնկրետ հենց բնակիչներից, ովքեր բախվել են այս խնդրին։ Այդ ամբողջ հիմնավորվածությունները, փաստաթղթավորումը, փաստերը, այդ ամբողջը կա բնակիչների մոտ, այդ ամբողջը մենք կներկայացնենք, իրենք արդեն թող կոնկրետ հետևեն ընթացքին կամ իրար հետ քննարկենք լուծման տարբերակներ, մենք էլ առաջարկենք, իրենք էլ առաջարկեն, եթե ինչ-որ, չգիտեմ, չեմ պատկերացնում չնայած ինչ կոմպրոմիսային տարբերակներ պետք է լինի, բայց պատրաստ ենք նաև քննարկենք, հասկանանք ինչ են առաջարկում ի վերջո։
Եթե մի բան արձանագրենք, ուղղակի այսօրվա հանդիպումից կարևոր բան։ Կարևոր բան արձանագրենք այսօրվա հանդիպումից։ Միակ դրական բանը փոքր հուսադրողն էր, երևի կառուցապատողը չգիտեր, որ դա 60 հոդվածի տակ է այդ փողը։ Ոնց ես զգացի, որ իրանք հանկարծակի եկան։ Ու քաղաքապետը լավ խոսքեր ասեց, որ շատ մեծ ցանկության դեպքում էլ, եթե մենք ցանկանանք բոլորով, հնարավոր չէ այնտեղ ինչ որ բան կառուցել։ Երևի կառուցապատողը տեղյակ չէր, որ այդ հողը առանձնացել 64.7 հասցե են ստացել։ Իրենք մտածում են շենքը կառուցեն կամ բան։ Գոնե այսօրվա հանդիպում դրական արդյունքը դա էր մի փոքր, որ իրանք համոզվեցին, որ անիմաստ է, այդտեղ ինչ որ 4000 մետր քառակուսու վրա պլանավորել ինչ որ մի բան կառուցելու։ Այսօրվա հիմնական արդյունքներից մեկը փոքր լուսավոր կետը դա էր, որ նրանք գիտություն համոզվեցին կամ իմացան, երևի չգիտեին, բայց իմացան դա շատ կարևոր, միակ փոքր արձանագրումը կարելի է համարել դա։ Իսկ կառուցապատման սահմանափակում, եթե այդ 60-67 հոդվածով կա, նաև օտարման սահմանափակում էլ կարևոր է անտեսել են, թե օտարել կարող են ուղղակի կառուցապատել չէ։ Կառուցապատողն արդարանում է, ասում դա մենք չենք անում, մեր ուժերի սահմաններում չի, մեր տիրույթում չի, ինչ որ նման կարգի բաներ է ասում, բայց իրանք համոզված էին, նպատակն դա է եղել, որովհետև այնտեղ կանաչապատ տարածքում ֆուտբոլի դաշտ են տեղափոխել, տարածքը լրիվ ազատել, որ երևի համալիր էին կառուցելու։ Նրանք գոնե համոզվեցին դրա մեջ, որ այդտեղ ոչ մի բան չի կառուցվելու։ Քաղաքապետը միայն հստակ դա ասաց, որ հնարավոր չի լինելու։ Շատ մեծ ցանկության դեպքում։ Ու դա մի քիչ մի պստիկ հաջողություն նման բան էր։ Ռոման Ալավերդյանն Ռոման Ալավերդյանն է։